Արձել Ծառուկյանն են, որոշողը դուք եք, այսօրին ենք հասել դուք եք մեղավ, դեր ցավը տանեմ, դուք եք ընտրում, կամ չեք գնում, կամ սխալ եք ընտրում, դուք բոլոր պետք է մասնակցեք, ճիշտ ընտրություն կատարեք, նորից եմ ասում, կուսակցական պատկանելությունը կապ չունի, թե ինչ կուսակցությունա, ով փորձ ունի, ով արած գործ ունի, ում վստահում եք, նրան էլ պետք է տակ նրանից պահանջեք, ձեր ցավը տանեմ, շնորհակալություն։ Մեկ հարց կարելի է։ Այո։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը վեճի է բռնվել մի քաղաքացու հետ եւ փողոցային բառապաշարով սպառնալիքներ եւ վիրավորանքներ է հնչեցրել հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հասցեին, ներառյալ ձեր։ Ինչպես կարձագանքեք։ Ուրեմն կարձագանքեմ իմ ասեմ, ոնց որ 2 օր առաջ ես թույլ չտվեցի իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որտեվ ասելու բան չունի, ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել է, այն առաջ օրվանից մեզ էլ ինձ էլ խաբել, մինչև այսօր, եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ, ես էլ հանդիպելով լինում են տարբեր տեղեր, ասենք թե ԿՊԱ-ական էլ մոտենում կինա տղամարդը, ես ասել եմ, եթե քննադատի տեղին, ես կընդունեմ, դա ամոթ չի, բայց ոչ թե ասենք թե գորգորամ կամ կներվայնանամ, շատ ճիշտ տեղը տեղին ասել եմ ԿՊԱ-ական ջան, քույրիկ ջան, ճիշտ բացատրել եմ եւ նրանք շատ գոհշնորհակալ ներողություն խնդրելով գնացել են, հիմնական խնդիրը մեզ ներ ուզում քաշի այդ ուղղությունը փոխելու համար, որտեվ նա ասելու բան չունի, դրա շնորհքն է, այդ մոտեցումն է մեր ղեկավարի, որ մինչև մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձևը բանակցե, որ այսօրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք, երեք էլ հայտարարեց, որ 3 շրջան հələ պետք է հանձնի եւ այդպես գնալու է, դա խաղաղություն չի, խաղաղությունը երբ փաստաթուղթ լինի, ստորագրություն լինի, որ դա երաշխավորած լինի, որ մենք պատերազմի դուռը փակենք, ես ինչ ասել եմ իմ ասածին տերեմ, հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի, թե չէ այս վիճակը շարունակելը նույնը ճակատագիր է Հայաստանն արժանանալու ինչ որ Արցախը արժանացավ։ Մենք պետք է կարողանանք միասնական մեր հարցերը կարգավորելու, երաշխավորած խաղաղություն ձեռք բերելու, ներդրումներ լինեն, տնտեսություն զարգանա, մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, զարգացնենք, ծաղկացնենք։ Այսքան մի բան։ Քարոզաշապ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք, նշեցիք, որ վախի մթնոլորտում է անցնում։ Ես այն օրը հայտարարել էի, որ 52 հոգի, ասել եմ, հիմա սաղ ասեցին պարեք, մենակ այդքան պարեք Աբովյանում չկա։ Դպրոցի ուսուցիչ ա եղել, գյուղապետ ա եղել, մարզիկ ա եղել, աշխատող ա եղել, ծրագրավորող ա եղել, փող քաղաքապետ ա եղել, կանչելով դիմում գրի գնա, ու համարվում է, որ սա դեմոկրատիա է, հասկանա, դրա համար ես ասում եմ, իմաստեղել են կանչելու մարդկանց, աղ գրեն, տղային գործից հանելու համար, ամեն հանդիպումից հետո, բոլոր, հենա Թալինում էլ, Գյումրիում էլ, բոլոր տեղեր, բայց սա, կարամ ասեմ ժամանակավոր է, մինչև հունիսի 7-ը, սա հունիսի 7-ից հետո գնալու են, իսկ այդ, ովքեր որ պարտադրել են, նրանք պետք է մտածեն, այդ հանողները գնալու են իրենց գործին մի բան էլ ավել, այդ հանողները մտածեն, դա պատասխանը որտեղ են տալու, ոնց են տալու, ոնց են աշխատելու, ոնց են ժողովրդի աչքերին նայելու, այդքան մի բան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Դեգանից։ Բարև ձեզ։ Ես Աշոտ Դեգանեմ, Գինեսի 7-ակի ռեկորդակիր եմ, բարև եկեք եմ մեր քաղաք։ Դուք տարիներ առաջ շատ մեծ ներդրում եք արել, մեծ սպորտզալ եք սարքել մեր համար, մեր բոլորիս համար, մեր երիտասարդների համար, որի համար անչափ շնորհակալ ենք ձեզ։ Ես 2 տարի է ինչ զբաղվում եմ ռեկորդներով, արդեն ձեր հիմնած, ձեր սարքած սպորտզալում 7 հատ ռեկորդ եմ հասցրել սահմանեմ, աշխարհի 7 հատ ռեկորդ։ Եվ այսօր նույնպես պատրաստել եմ 3 աշխարհի ռեկորդ ձեր պատվի համար, ձեր համար։ Մեր համար, մեր ազգի համար, հայ ժողովրդի համար։ Մեր բոլորիս համար, միանշանակ։ Եվ կխնդրեմ մի քանի րոպե ժամանակ տրամադրել, որպեսզի անենք։ Թող սպասեն, ժողովրդին տեղակ պայեք, թող սպասեն։ Եվ ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ձեզանից, եթե կարելի է մեր Սիսիանի անունի կողմից, Սիսիանի ժողովրդի կողմից, որ այդքան մեր ազգի կողքն եք եղել, մինչև հիմա մեր ազգի կողքն եք, շնորհակալ ենք, որ այդքան
մեծ ներդրումներ եք անում, այդքան շատ եք սիրում մեզ, մեր ազգին, մենք էլ մեր չափով կփորձենք ձեր սպասելիքները արդարացնենք եւ այնպես անենք, որ դուք էլ մեզնից գոհ մնաք։ Ես արդեն գոհ եմ, հունիսի 7-ից հետո կգաս, մենք ընդեղ արդեն իր հետ կպայմանավորենք։ Երևանում ես քեզ կսպասեմ։ Անչափ շնորհակալ եմ։ Հիմա մենք նայենք, որտեղ մոտ։ Ընդեղ ազժան։ Հա, եկեք։ Անկամ նկաները չփրտես, գնաց։ Շատ շնորհակալություն ձեզանից։ Մենք ձեզ Ես